Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 13 Ինչու այստեղ նստենք, մինչև մեռնենք, 4 Թագավորաց 7:3 Թանկագին ընթերցող կամ լսող, այս գիրքը գլխավորապես նախատեսված է հավատացյալներին խրատելու համար, բայց եթե դու դեռ փրկված չես, իմ հոգին տրտմած է։ Այդ պատճառով ես ուզում եմ դիմել քեզ խոսքի միջոցով, որը հնարավոր է օրհնություն դառնա քեզ համար։ Բացիր Աստվածաշունչը և կարդա բորոտների մասին պատմությունը։ Ուշադրություն դարձրու նրան, որ այդ մարդիկ ճիշտ այդպիսի վիճակում էին, ինչպիսի վիճակում դու ես։ Կմնաս այնպիսին, ինչպիսին կաս, կմահանաս, կգնաս Հիսուսի մոտ, կմահանաս փրկված։ Ինչպես ասում է հին ասացվածքը. առանց ջանքի ձկնիկին էլ չես հանի լճակից։ Քո իրավիճակում մեծ ջանք չի պահանջվում։ Եթե մռյալ դեմքով անգործության մատնվես, ոչ ոք չի լինի, որ քեզ խղճա, երբ մահդ վրա հասնի։ Բայց եթե մահանայիր ներում փնտրելով, ապա եթե նման բան հնարավոր լիներ, կդառնայիր համընդհանուր կարեկցանքի հացիատեր։ Մահից չեն խուսափում նրանք, ովքեր իրենց չեն վստահում Հիսուսին։ Իսկ քեզ հայտնի է, որ նրանց հավատացյալները փրկված են, քանի որ նրանցից մի քանիսին դու ճանաչում ես։ Ուրեմն ինչու ոչ դու։ Նինվենացիներն ասում էին. ով գիտի, գուցե։ Հույսով Տիրոջ ողորմածությունը փնտրիր, քանի որ մահից սարսափելի բան չկա։ Բայց եթե կա գոնե մեկ շուխ, ապա ինքնապաշտպանման բնազդի ուժով դու ձեռքդ կմեկնես դրան։ Սիրելի ընթերցող, կամ եթե դու հենց այս պահին լսում ես այս ամենը, հենց նոր դիմեցի քեզ որպես հավատ չունեցողի։ Կցանկանայի նաև հուսադրել քեզ Տիրոջ խոսքով, որն ասել է, որ իրեն փնտրողն անպայման կգտնի իրեն։ Իր մոտ եկողին Հիսուսը դուրս չի հանի։ Եթե վստահես նրան, չես մահանա։ Ընդհակառակը, դու կգտնես շատ ավելի մեծ գանձեր, քան գտան բորոտները սիրիական կացարանում։ Թող Սուրբ Հոգին դրդի քեզ, որ դա հենց հիմա անես, և քո հավատը զուր չլինի։ Երբ ինքդ փրկվես, փոխանցիր բարի լուրը մյուսներին։ Ամենից առաջ տեղեկացրու թագավորի ընտանիքին և սերտ շփում հաստատիր նրանց հետ։ Ապա տեղյակ պահիր ընկերներիդ և գործընկերներիդ։ Այդ ուրախալի լուրը հայտարարիր ամեն տեղ։ Թող Տերը փրկի քեզ, մինչև առևի մայր մտնելը։